Կառավարության ղեկավարը այստեղ ելույթի ժամանակ մի օրակարգ առաջարկեց։ Ասեց, մինչև այս մենք դիմադրել ենք։ Եկեք դադարենք դիմադրելուց։ Եկեք պայմանավորվենք մեր դարավոր հակառակորդի հետ, որովհետև մինչև այս ուրիշ ճանապարհով են գնացել։ Շատերի մոտ սա նոր կարծիք էր, բայց ես ձեզ ուզում եմ ասեմ, որ սա նոր բան չէ Հայաստանի պատմության մեջ։ Այսօրվանից ուղիղ 115 տարի առաջ արևմտահայությունը մի առաջնորդ ուներ։ Համարվում էր արևմտահայ թիվ 1 գործիչը, թիվ 1 քաղաքական գործիչը։ Խնդրում եմ նայեք իր նկարին։ Այս գլխարկով մարդը, ցիլոյով մարդը Գրիգոր Զոհրաբն է։ Նա ջատագովն էր պատմականորեն հայերի եւ թուրքերի միջև լավ հարաբերության։ Լավ հարաբերություն էր, ասում էր մենք պետք է լավ հարաբերություն ունենանք։ Ողջունել էր երից թուրքական հեղափոխությունը։ Իրար հետ ընկեր էին ինքն ու Թալյաթը եւ համարվում էր արևմտահայության թիվ 1 քաղաքական գործիչը։ Բոլոր իր ելույթների ժամանակ խոսում էր հայերի եւ թուրքերի միջև հարաբերությունների լավացման մասին։ Իսկ ինչ եղավ այս մարդու հետ։ Հայ մտքի այդ ժամանակվա ամենահատկանշական մարդու հետ։ Գիտեք ինչ եղավ։ Այն մարդիկ, ովքեր իրան հույս էին տվել, որ հայերի ու թուրքերի միջև խաղաղություն կլինի եւ այն օրակարգը խաղաղություն կլինի, բայց այն օրակարգը, որ նա էր սպասարկում ընկերության, թուլացնելով մեր ինքնապաշտպանական բնազդը, բոլոր մտավորականությանը Կոստանդնուպոլսից կալանավորելով եւ անապատ տանելով հերթ հասավ Իրան։ Գրիգոր Զոհրաբը կալանավորվել է Թալյաթի հետ հանդիպման մյուս օրը, իրար հետ կարդ խաղալու մյուս օրը։ Եդեսիայի ճանապարհին թուրքերը այս մարդու, ով հայ քաղաքական մտքի բարձր ներկայացուցիչն էր, թուրքերը այս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել են Եդեսիայի ճանապարհներին։